որ շուրջ 40,000 մարդ է դուժել այդ հելոբիտից, կիբերհանցագործություններից եւ նաեւ հելոբիտից, Ավրորայից, եթե այսպես շարունակենք, մենք ցավոք կարող է հասնենք մոտավոր 100,000-ի, մենք միայն հելոբիտի մասին, եթե խոսանք, կարող ենք ասել 40,000, այն էլ պլյուս մինուսով, հա։ Իսկ այդ քաղաքացիներից ընդհանուր ձեզ դիմում են կամ ինչպես եք հաշվարկներով իմանում, որ այդքան քաղաքացի դուժել է։ Ասեմ։ Այստեղ չեն այդ քաղաքացիները։ Ասեմ, քաղաքացիները, որ այստեղ չեն, դա խոսում է պետական մարմինների նկատմամբ իրենց ունեցած անվստահության մասին։ Այդ քաղաքացիները նույնիսկ հանցագործության մասին հայտարարություն չեն տվել։ Որ քաղաքացին չի դիմում, չի պայքարում, այն քաղաքացին, ով որ վստահություն չունի համակարգի նկատմամբ։ Իսկ որ քաղաքացին է դիմում, այն քաղաքացին, ովքեր որ այսպես մենք համախմբում ենք, մենք իրանց ներկայացնում ենք, մենք իրանց բացատրում ենք իրավիճակը, մենք իրանց ասում ենք, որ եթե խախտվել է ձեր իրավունքը, ապա պետք է պայքարել իրավունքի վերականգնման համար։ Մի բան էլ, քանի որ նշեցիք, որ նույնիսկ այս դեպքերից հետո էլի քաղաքացիներ լինում են, որոնք կրկին օգտվում են այդ կիբերհանցագործություններից, ինչի հետ եք դա կապում, օրինակ ինչու են շարունակում օգտվել։ Տեսեք, գիտակցաբար քաղաքացին չի գնում հանցագործության զոհ դառնալու։ Հանցագործության զոհ կարող ենք դառնալ ես եւ դուք։ Այդպիսով նաեւ կիբերհանցագործության զոհ կարող ենք դառնալ ես եւ դուք, որովհետեւ երբ որ իրադարձությունը տեղի է ունենում, ի սկզբանե մենք չգիտենք, որ դա հանցագործություն է։ Մենք չենք պատկերացնում, որ մենք ընկել ենք իրական ծուղակում։ Հանցագործությունները տարբեր կիբերհանցագործությունները հատկապես տարբեր բնույթ են կրում, տարբեր տեսակի են լինում, տարբեր ծուղակներ են մշակվում։ Յուրաքանչյուր քաղաքացու հետ աշխատում է մի հսկայական մասնագիտացված բանդա, որտեղ ներգրավված են ֆինանսիստներ, իրավաբաններ, հոգեբաններ, տարբեր մասնագետներ։ Նրանք այնպիսի վստահություն են առաջացնում քաղաքացու մոտ, որ այնտեղ մենք ունենք դեպքեր, որ ռիսկը հավասար է 0-ի եւ եթե իմ կյանքում, ձեր կյանքում նման իրավիճակ առաջանար, գուցե մենք էլ դառնայինք զեղծարարության զոհ, կիբերհանցագործության զոհ, այդպես։